Շատ մարդիկ փորձում են այդ շարժումները երևի Բեգլարյանի օրինակով այսպես քաղաքականացնել։ Թե դա ընդդիմության մոտ է նկատվում, դա նկատվում է իշխանության մոտ, երկուսն էլ ունեն իրենց վերահսկողության տակ գտնվող շարժումներ, սակայն կան նաև անկախ շարժումներ։ Ինչքանով քաղաքացիական շարժումները հնարավորություն ունեն ներազդելու երկրում բարեփոխումների իրականացման վրա, որը շատ դեպքերում քաղաքական կուսակցությունները վերագրում են իրենց, բայց իրականում դա քաղաքացիական շարժման ֆունկցիան է։ Գիտեք, հարցի պատասխանը իրականում դուրս է կոնկրետ քաղաքացիական այդ շարժումների կոնտեքստից։ Իմ ենթադրությամբ ու իմ պատկերացմամբ ինքը շատ ավելի լայն ու խորը հիմքեր ունի իր մեջ, որոնք պարզապես ոչ որպես նախաձեռնության անդամ, այլ որպես զուտ, որպես այդ հարցով հետաքրքրվող մարդ կարող եմ ասել, որ խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքական համակարգն է իրան սպառել։ Այդ ընդհանրապես արդեն վերջին 3 տարին, 3-4 տարին մենք դրա վկաներն ենք, ու դրա համար այդպես ասենք գործընթացները, հասարակական քաղաքական գործընթացները իմ պատկերացմամբ էլ չեն կարողանում այդ տրորված արահետներով շարժվել։ Ու մանավանդ որ կան, ասենք, փայլուն օրինակներ, երբ որ քաղաքացիական շարժումը կարողանում հասնել իր նպատակին։ Կինո Մոսկվան հիշենք, կինո ինչ կատարվեց այս պահի դրությամբ, փաստորեն Մարիամ Սուխուդյանի դեպքը, եթե չեմ սխալվում, այո, Մարիամ Սուխուդյանի դեպքը, կոնկրետ օտարալեզու դպրոցների դեպքը, որոնք որ արդեն շատ լուրջ հաջողություններ են դրանցել, ասենք, այդ եթե գիտեք, հենց կոնկրետ թե Թայլանդի դպրոցը եւ թե Ռուբեն Վարդանյանի դպրոցը հրաժարվել են այստեղ գալ օտարալեզու դպրոցներ բացել, ու այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ մեր մոտ այդ ոնց որ ստեղծվում, փորձ է արվում ստեղծվել ինքնաբերաբար, իրականում ինքնաբերաբար, փորձ է արվում ստեղծվել մի հատ նոր մի հատ պարարտ հող, որի վրա հնարավոր կլինի արդեն կառուցել հետագա պետական քաղաքական համակարգը։ Շատ ճիշտ նկատեցիք, որովհետև վերջին շրջանում քաղաքական կուսակցությունների առումով կոնկրետ ես որևէ էական, այսպես նյութական չհասկանանք, այստեղ նյութականացված առարկայական որևէ հաջողություն չի գրանցվել, ասենք ինչ-որ մի նամադիր կուսակցություն կամ շարժում փորձի ինչ-որ բան փոխել երկրում, բայց քաղաքացիական շարժումների մոտ կարծես թե ամեն ինչ, չասեմ շատ լավ գերազանց ստացվում են, բայց ամեն դեպքում ինչ-որ բաներ ստացվում են։ Եվ տարօրինակն ինչ է, որ քաղաքական կուսակցությունները կամ քաղաքական ուժերը փորձում են իրենց ենթակայության տակ բերել այս շարժումները, նման փորձեր եղել են, օրինակ Ռաֆի Հովհաննիսյանը համագումարի ժամանակ խոսեց, որ քաղաքականության մեջ քաղաքացիական շարժումները, եթե չեմ սխալվում, պետք է մեծ դերակատարություն ունենան, պետք է ուշադրություն դարձնենք այդ շարժումներին։ Ձեզ փորձել են ինչ-որ կերպ գայթակղել այս քաղաքական շարժման մեջ մտնելու կամ կուսակցության մեջ մտնելու։ Ես սկզբունքորեն առանց անուններ տալու կարող եմ փաստել, որ իրոք եղել են նման դեպքեր, ու իմիջիայլոց դա շատ բնական է, որովհետև մարդիկ տեսնում են ինչ-որ, այդպես ասենք, էներգետիկ կենտրոններ, իրականում, ակտիվիստական էներգետիկ կենտրոններ, ու բնականաբար ցանկություն առաջանում որոշակի վերահսկողություն ձեռք բերել, որոշակի ինչ-որ ինտեգրացիոն գործընթացներ իրականացնել իրենց նկատմամբ, դա շատ բնական ցանկություն է։ Բայց ես ցանկանում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել մի քիչ այլ ասպեկտի վրա, ընդհանրապես ինչ է նշանակում Հայաստանում լինել, ինչ է նշանակում քաղաքացիական շարժումը Հայաստանում, որովհետև իմ պատկերացմամբ, ասենք այն ամբողջ ժամանակահատվածում, որ ես զբաղվում եմ հասարակական ակտիվիզմով, դա մի քիչ այլ բան է, քան թե ընդունված, այդպես ասենք, այլ երկրներում, որովհետև սովորաբար քաղաքացիական շարժումը, քաղաքացիական ակտիվիզմը կամ հասարակական ակտիվիզմը գործ ունի սովորաբար բյուրոկրատիայի հետ։ Այսինքն գործ ունի պետական ծառայողի հետ, ինչ-որ չինովնիկի հետ, բայց կոնկրետ Հայաստանում ինքը գործ ունի ոչ թե բյուրոկրատիայի հետ, ինքը գործ ունի քաղաքական թիմի հետ։ Շատ էական տարբերություն է։ Օրինակները բազմաթիվ են, մենք գործ ունենք, կոնկրետ մեր շարժումը գործ ունի ըստ էության ոչ թե քաղաքապետարանի հետ որպես ինստիտուտ,
այլ հանրապետական կուսակցություն, ավականում մեծամասնություն ունեցող եւ կուսակցության, որի ներկայացուցիչն է քաղաքապետը։ Ու մեզ բացահայտորեն դրա մասին հայտարարում է, որ այդտեղ քաղաքական որոշման հարց կա։ Այսինքն ուսանողական այգում ինչ-որ կառույց կառուցելու համար հանրապետական կուսակցությունն է որոշում։ Ну, ասենք իրավաբանորեն, բայց դե ֆակտո։ Սովորաբար, ասենք, սովորաբար ընդունված է, որ թեկուզ շատ փոքր, բայց ինչ-որ մի հատ սահման կա քաղաքական ու քաղաքացիական շարժումների միջև։ Ճիշտ է, շատ հաճախ լինում է քաղաքացիական շարժումից անցում դեպի քաղաքական, բայց այդ սահմանագիծը ամեն դեպքում կա։ Բայց իմ պատկերացմամբ այդ սահմանագիծը այնքանով կա, երբ որ քաղաքական ու քաղաքացիական շարժումներ ունեն տարբեր հասցեատերեր կամ ունեն տարբեր թիրախներ։ Հիմա մեր դեպքում, ասենք, դա քաղաքական թիմ է, դա շատ բացահայտ է, կամ ասենք Թեուդի դեպքում էլ այդպես։ Գործ ունենք շատ կոնկրետ, գործ ունենք ոչ թե բյուրոկրատական որոշման հետ, գործ ունենք քաղաքական որոշման հետ, որը որ ասենք միակողմանիորեն ես շեշտում եմ, քաղաքականացնում է գործընթացը։ Այսինքն, երբ որ անընդհատ մեզ ասում է, բա գիտեք ինչ, բա դուք ինչ-որ քաղաքական ուժի ներկայացուցիչներ եք կամ իրենց հովանու տակ եք աշխատում կամ ովքեր են ձեր հետևում ընդհանրապես, ես շատ տեղին եմ համարում հիշեցնել, որ գիտեք մենք ամեն կերպ փորձում ենք զերծ մնալ քաղաքականանալ, բայց մեզ քաղաքականացնում են։ Անմիջապես հակամարտության մեջ եք մտնում իշխանությունների հետ։ Ես ուզում եմ զուգահեռներ անցկացնել Արցախյան շարժման առումով այն թվականների հետ, եթե չեմ սխալվում, շարժումը կրկին սկսվեց էկոլոգիական շարժումներով։ Եվ հիմա կարծես տարբեր շարժումներ կային, նաև էկոլոգիական, հիմա կարծես նույնը նմանատիպ դեպք է կրկնվում արդեն 20 տարի անց, մոտ 20 տարուց ավելի։ Սա ենթադրում է, որ այն ժամանակ կուսակցական քաղաքական համակարգն էր, կոմունիստական կուսակցական համակարգն էր իրեն սպառել, այժմ անկախ Հայաստանի քաղաքական համակարգը, ինչպես նշեցիք, իրեն սպառել է եւ ընդհանուր քաղաքական համակարգի առումով մենք լուրջ խնդիրներ ունենք եւ այստեղ քաղաքացիական հասարակությունը ինչ կարող է անել։ Ուրեմն կոնկրետ քաղաքացիական հասարակության հիմնական բանը, նպատակը կամ ընդհանրապես չասեմ քաղաքացիական հասարակության, այլ այդպես ասենք նմանատիպ գործընթացների հիմնական նպատակը միակն է ստեղծել քաղաքացիներ։ Այսինքն հետո քաղաքացին է, որ այդպես ասենք ինքնորոշվում է ցանկացած տեսակետից ինքը գնում է դեպի քաղաքական կուսակցություն կամ հիմնում է դեպի քաղաքական ոլորտ, գնում դեպի հասարակական, մշակութային, թե էական չի, բայց ասենք հիմնական բանը խորանարդը, հասարակական հիմնական այդ ավյուսը, պետության դա քաղաքացի